Բալու ժողովուրդ ջան, մի հատ լսենք։ Բալուս, այություն։ Լսեք, հերիքա Ռուսաստանի հայերին ասոցացնեք Սամվել Կարապետյանի հետ։ Ռուսաստանի հայը դա Սամվել Կարապետյան չի։ Ռուսաստանի հայությունը դա Ռոբերտ Քոչարյան ու Գագո չեն։ Ես զարմանում եմ էլի, հələ ասեք, աշխարհում կա մի ազգ, մի ժողովուրդ, որ ուրախանա իր հայրենակիցների հետ, եթե մի վատ բան է լինում, ինչ որ դժվարություններով եթե նրանք անցնեն, ու դա դառնա ինչ որ էйֆորիայի պես մի բան նրանց մոտ, էլի։ Որ այսօր ինչ որ մի հայերի մի խումբ, մի զանգված ու մեծ զանգված երջանիկ է, որ Մոսկվայում օրինակ Ռուսաստանում հայը բախվել է օրինակ բենզինի հետ խնդրի հետ, էլի։ Բարելիքի հետ կապված հրճվում են ուրախանում, որ էսա էշերով եք ման գալու ձիերով բան, բա որ ասում ենք դուրս գնացեք, լքեք երկիրը։ Այդ էйֆորիան ես նույնիսկ ոմանց հետ խոսքի մեջ եմ զգում, էլի տարբեր ձևի մարդկանց հետ եմ ես շփվում։ Ինձ մեկը նամակ էր գրել այնտեղ բանում, էլի կոմենտարի ինչ որ միտեղ, որ այդ օֆիսը փակել ես, ասում է բենզին չկա, որ չես խոսում։ Սամվել Կարապետյան, այս ատելությունը լսիր, դու հիմքը դրեցիր։ Այսօր Ռուսաստանի հայը դիտարկում է ոնց որ կալոբարոնտ, ոնց որ դու, ոնց որ Ռոբերտ Քոչարյանը։ Հələ եկեք ես մի հատ ձայնագրություն եմ դնում, մի հատ լսեք, ու հետո շարունակենք։ Չէ, ձայնագրությունդ այն որ պետք է դնեիր չեմ դնի, որովհետև ձայնագրությունդ ընդհանրապես քո ասացի հետ առնչություն չունի։ Դու պրոստը ուզեցել ես ղժժած, էլի, Նիկոլ Փաշինյանի սատարող բլոգերների վրա։ Ես քեզ մեծ հարց տամ, էլի, այդ որ ասում ես Սամվել Կարապետյան, էսի դու ես գեներացրել այս ատելությունը Ռուսաստանի հայերի նկատմամբ։ Նախ խի մենակ Սամվել Կարապետյանը որ, հա? Խի ախպեր։ Ասենք այդ Պուտինից բռնած, որ գեներացնում են այդ ատելությունը Ռուսաստանի նկատմամբ, նախ առաջինը։ Երկրորդը Ռուսաստանում Ուտլերի տակ պարկած հայերի նկատմամբ։ Էս էլ շեշտենք էլի, որտեղ դու նենց մի հատ սիրուն ընդհանրացնում ես։ Вообще համացանցում ես ոնց տեսա, ովքեր ասելիք չունեն կամ էլ մեղադրելու ուղիղ դուղ չունեն, բռնում են ընդհանրացնում են սենց մի հատ։ Խես ընդհանրացնում։ Դու գիտես այդ Փաշինյանին սատարող ինչքան ժողովուրդ կա Ռուսաստանի Դաշնությունում։ Տեղյակ ես вообще։ Ես ինքս ընդեղից եմ եկել։ Ու ես ընդեղի հայերի նկատմամբ ատելություն չունեմ։ Ես ունեմ ատելություն ընդեղի չընտրլոների նկատմամբ։ Այն բեի տղերքի նկատմամբ։ Այն որ առավոտից իրիկուն լոչվում էին, պղծում էին, անիծում էին, այդ դրանց նկատմամբ։ Հասկանում ես։ Ասենք սենց հելել ես, ասում ես, այն որ դու Սամո ու Գագո քոչ ես մեղադրում, այդ իմ ոտերին չի։ Բայց որ դու ասում ես, ես խեք սենց ուրախանում, որ Ռուսաստանի հայերը հեսա ձիերով են գնալու եւ այլն եւ այլն։ Մենք չենք ուրախանում, որ Ռուսաստանի հայերը ձիերով են գնալու։ Մենք ուրախանում ենք, որ Ռուսաստանի ժողովուրդն է ձիերով գնալու։ Այն մնացած հատվածն էլ էլի որ խոսում ես, դա էլ չեմ դնի, որովհետեւ անիմաստ է, որովհետեւ դու խոսում ես խոսալու համար ախպեր։ Իսկ ես ուղիղ ասում եմ, դու խոսում ես խոսալու համար, որովհետեւ ես երբևէ չեմ տեսել, որ դու մի հատ հելնես ասես արցախցիներ։ Այն խոսացողների մասին եմ էլի ասում, այն որ լոճվում են։ Մի անգամ չեմ տեսել այդ արցախցիների դեմ հելնես խոսես ասես, «Էս ինչ ես անում»։ Էս ինչ եք անում։ Էս խեք պարակտում է ժողովրդին։ Էս խեք ձեզ անաղուհած քրդիշան պես պահում։ Մի անգամ չտեսա, երբ որ Ռուսաստանից այդ պիտուղ գամբուրսկիները լոճվում էին, ու ասում են, հեսա Ռուսաստանը կհարձակվի ու լավ կանի։ Մի անգամ չտեսա հելնեիր ասեիր, չհասկաց ախպեր։ Էս ինչ եք անում։ Իսկ հիմա արդեն պարակտում ենք, որովհետև մենք Ռուսաստանի հայերի վրա ենք ղժում։ Լուրջ ես ասում։ Ռուսաստանի հայերի վրա ախպեր ջան, ոչ մեկ էլ չի ղժացել։ Ու չի էլ не собираются, հասկացար, ու չեն էլ պատրաստվում։ Ղժան։ Բայց այն շակալները, ովքեր որ Պուտինով էին վեր թռնում, ովքեր մեզ առավոտից իրիկուն ահաբեկում էին, մեր պետությանը ահաբեկում էին, ինչա թե իրանց նպատակին հասնեն, իրանց ասածը անցնի, իրանք ճիշտ դուրս գան, իրանք պատրաստ էին մեր երկիրը տուլի տանեին։ Ու մենք դրանց վրա ղժացել ենք, ղժում ենք ու կղժանք։ Հավիտյանս, հավիտենից ամեն։ Ուզում է Ռուսաստանի Դաշնությունում գտնվեն, ուզում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվեն, ուզում է Ֆրանսիայում ու ընդհանրապես Չինաստանում լինեն։ Աննամ всё равно վիճակ ապեր։ Ստեղ են ասել, «Какой привет, такой ответ», հասկանում ես, ջոգում ես ինչի մասին է խոսքը։ Նենց որ մի ընդհանրացրու։ Ես ընդ լիքը ընկերներ ունեմ,
Հենա Յորշիկ ընկելային բարեկամներին ամ անգալի արդեն որ այնտեղ փուրը տա, հա, իդեպ մի անգամ չլսեցի որ դու հենես մի հատ Յորշիկին ակցնես վալին ասես, էսի չես անում Ռուսաստանի հայերին խես փուրը տալի, ինչա թե Փաշինյանին են սատարում։ Թե էլի դվայնի ստանդարտ է ապեր։ Եղբայր։ Հարց է էլի ռիտարիչեսկի ծագումը, ուզեմ պատասխանն իմանամ։ Շատ հետաքրքիր երևույթ եք դուք բոլորդ։ Երբ որ հարցը հասնում է ձեզ, արդեն ոյ ձեր չտակ։ Мы такие нежные։ Բայց որ հերթը մերն էր, բայց որ հարցակվել էին մեր վրա, մեզ էին ահաբեկում, ես հələ չեմ տեսել որ դու այդպես արտահայտություններ անես, այդ նույն արտահայտություններդ անես Ռուսաստանի Դաշնությանը, մի հատ դաստիարակես, այնտեղի այդ ճակերտավոր հայերի, մի հատ դաստիարակես։ Իմ լսարանի ժողովուրդը քաղաքներն ա փոխում, կոմենտ այլևս չի գրում, Ռուսաստանի ապրող իմ լսարանի ժողովուրդը, որտեղ մի քանի պոռնիկներ ուղիղ նամակներ են գրում Facebook-ին, որ նակազատ անեն ես մի անգամ չլսեցի, որ դու հենես այդ մասին խոսես։ Որ չի կարելի ազգի դեմ դուզ գա քաղաքական հայացքի պատճառով, էս ինչ աբորեգեն վիճակա։ Ես չեմ լսել, որ դու ասես։ Ես չեմ լսել երբևէ, որ դու հելնես ասես, չհասկացա ժողովուրդ ջան, հիմա Փաշինյանն է սատարում, թող սատարեն, ի՞նչ է նշանակում քո ազգին ասես թուրք, ժեխ, թուրքի շինված։ Չէ, մենք շատ ենք անհանգստանում Ռուսաստանի հայության, նորմալ հայության համար։ Իսկ այն տավարի ցավերին հասնում է դրանց։ Բան ունես ասելու, ասա ինձ։ Հա, ես գտնում եմ, որ հասնում է իրանց։ Որ իրանք պետքա ոտով քայլեն, ձիերով քայլեն։ Թող գնան вообще պուտլերի նասկիները մի քիչ թրջեն, հետո քամեն իրանց բերանը։ 8 տարյա կյանքներս կերան իրանց պուտլերով, իրանց չատլախով։ Բա? Այո։ Ես շատ լավ եմ զգում, որ իմանում եմ, իրանք շատ վատ են ընդ։ Հասկացար։ Ու не учи учёного, пожалуйста։ Ու պետք չի ստեղ դուրս գալ, sense քեզ մի հատ սվիտոյի տեղ դնել, էլի, sense մի հատ իրոք ազգին սիրողի տեղ դնել, չէ ախպեր։ Եթե դու նույն բանը անեիր այն ժամանակ, ինչ որ կատարում էր Հայաստանի Հանրապետության ժողովրդի հետ, առավել ևս Նիկոլ Փաշինյանի սատարողների հետ, նույն բաները ասեիր, ես կասեի հալալա։ Բայց չէ։ Հիմա էլ եկել ես ասում ես Սամո դու պարակտեցիր ես դու ես մեղավորը որ Ռուսաստանի հայերին սենց ատում է չէ Սամոնը լավ որտեղ էր բուքսիր տալի որ այս ատելությունը արդեն գեներացվել էր որ տելեգրամյան չաթերում կոչեր էին անում որտեղ բռնեն խոսքի օրինակ ինձ սխկեն ջարդեն ոտերս ջարդեն որտեղ էիր դու կամ Սամոն որտեղ էր Սամոնը լը չկար պրոյեկտի մեջ ապեր ճոգում ես ու պետք չի բերել ամեն սենց սաղ ես մեղքը գցել Սամոյի վրա Ռուսաստանի Չակերտավոր հայերի, չակերտավորների հետ եմ, այդ արմյաշկեքի հետ եմ։ Այդ Արա Աբրամյան կոչված եւ այլն իմ տեղեկություններով մի 600,000 հոգի անդամ են։ Այդ հայությունը, որի մասին դու տենց հոգ ես տանում, որոնք լոչվում էին Առավոտից իրգուն Ռուսաստանից, էս են անելու, են անելու մեզ։ Երազում էին, որ Պուտլերը հարձակվեր Հայաստանի Հանրապետության վրա։ Դրանք մաքսիմում կարող է պատահի մի 600-700 թողնի 800,000 հոգի լինեն։ Օրինակ Սարի անդամների իմ տեղեկություններով մոտավորապես մի 600,000 հոգի են։ Ու ես քեզ ասեմ, որ իրանք չունեն Սամոյի հետ։ Անես չէ, որ բրատաններ են ընդ։ Տեղյակ ես, չէ՞, որ ընդեղ էլ է պարակտված, ընդեղ էլ իրար հետ չունեն։ Սար ավելի շատ Քոչարյանական է, Սամոն ավելի շատ Սերժական է։ Ջոգիր ախպեր։ Իրանք իրար հետ չունեն։ Նենց որ իրանց մոտ էլ է էլի կոնկուրենցիա։ Նենց որ մի բեր ստեղ, սա մեղքը սենց լցրա Սամոյի վրա, չէ։ 8 տարիա։ Այդ Ռուսաստանի չակերտավոր հայերը, արմյաշկեկը, Կերաբաղսկի քաքերը, կերան կյանքներս։ Ու իրանք այդ ատելությունը վաղուց են ձեռք բերել։ Վաղուց են արժանացել, որ մենք, այո, սենց նստենք մի հատ լավ ղժանք վրեկները։ Ու մենք ղժալու ենք ապեր։ Ու կապ չունի, որ իրանք յան են կրում։ Ու հայ են կոչվում, հասկացար, որտեղ մինչ օրս հայը դուժվել է միայն այդ պատճառով։ Իր սեփական հային չդատելով, չմեղադրելով, սխալները չուղելով։ Իսկ հիմա այդպես չի լինելու։ Ուզում ես 10 հատ յան կպցրա ազգանունից, եթե դու վիժված ես, եթե դու տական ես, դու պետք է գտնես այս կյանքում քո տեղը։ Ինչ հասնում է Դանիել Իոնիսյանի բերած օրենքի մասով։ Այդ որ տենց վատ ես զգում քեզ, վատ մի զգամ։ Շատ ճիշտ արել,
Բայց ինչա չհասկացա։ Ուրեմն Ռուսաստանում իրանք իրանց տները սարքեն, կառուցեն, երեխեքին ուղարկեն համասարաններ, այնտեղ իպոթեկաներ վերցնեն։ Ոբշեմ իրանց կյանքը, իրանց առօրյան, այնտեղ ինչ գործ ունեն իրանք ընդհանրապես Հայաստանի Հանրապետության հետ։ Մի հատ կբացատրես։ Ինչա թե դուք հայրենիք հասկացողություն ունեք, դրա համար դուք պետքա գաք, իրավունք եք վերապահում, գաք ընտրեք ու աշոտյանը լինեք, չի ախպեր ջան։ Ճիշտ արել։ Ճիշտ արել է, ես էլ 2 տարվա մեջ չէի տա։ Որովհետև եթե մարդը գնում է խոպան, իր ընտանիքը ստեղ է, հնարավոր չէ, որ 2 տարի չգա։ Ջոգիր։ Մի տարվա մեջ պետքա դնեին այդ սրոկը։ Որպեսի Նատաշաների հետևից էլ չընկնեն, էլի այնտեղ լռվեն։ Թող գան իրանց տուն ու տեղը պահեն, իրանց երեխեքին պահեն։ Ճիշտ է, այդ խես վատից է այդ օրենքից։ Բա ուզում ես այս երկրի հարցերը դու լուծողը լինես, որոշողը լինես, ուրեմն արի ստա ապրի։ Արի ես քակը քաշի, ոնց որ ասում են, երեխեքիդ բանակ տուր, հարկեր տուր, եւ այլն եւ այլն։ Հոգ տար ես պետության համար։ Հոգ տար։ Ու այդ դեպքում նոր քո իրավունքները օգտագործի։ Շատ ճիշտ են արել։ Սրանից առաջ պետք է անեին, որ սամո մամո ինչքան չընթրլոկար չբերեին լցնեին ստեղ, ու հիմա այս իրավիճակը չլիներ ազգային ժողովում։ Հա, ճիշտ են անում։ Բա թող всё по чесноку, братан, թող տենց լինի։ Բա ինչ գիտեիր։ Ասում ես Սումգայիթից հետո փախստականները Գյումրիից հետո երկրաշարժից հետո գնացել են տուն են ստեղծել Ռուսաստանի հայերը լրիվ ուրիշ մարդիկ ենք հասկացանք ախպեր ջան հասկացանք մենք կոնկրետ խոսում ենք այն մարդկանց մասին ովքեր հերիք չի որ Ռուսաստանում են հայի կյանք ուտում խլում հələ մի հատ էլ եկել ես թե ուզում ես թե հարց լուծեն մենք դրանց հետ ենք ու գիտես ինչն է հետաքրքիր դու շատ լավ գիտես որ հայերի մասին է խոսքը դու դա շատ լավ գիտես բայց դու չգիտես խի որոշել ես հելնես sense հանրայնացնես մի հատ sense Ես просто չեմ ուզում վիդեո շատ երկար անեմ, էլի դրա համար եմ կարճ կապում։ Դու просто որոշել ես sense բռնես ընդհանուր լցնես մի հատ sense մի բոշկի մեջ, ցույց տաս թե ինչքան ճիշտ մարդ ես դու։ Ճիշտ մարդ կներ ու քո ասածը ճիշտ կլիներ, եղբայր, եթե ես գոնե մի հատ վիդեո կտենայի, ոնց ես դու Ռուսաստանի հայերին, բլոգերներին, չեմ անում, բոլորին, ովքեր որ ազգին կպնում են քաղաքական հայացքների համար, մի հատ դնեիր սատկացնեիր համացանցում, էլի։ Այ որ տեսնեի նման բան կասեի հարգանքներս իսկ մինչդեռ չեն եղել ձեր մեջ ոչ մի երևույթ ով նման բան կաներ ուստի բոլորը մի հատ սիրուն ջոգիր մենք անելու ենք այն ինչ որ ճիշտ ենք համարելու իսկ բերած այդ վիդեոները այն որ դրել էիր իբր հայելի Նիկոլին սատարող բլոգերներ են ինչ որ բաներ են ասում քո ասացի հետ ընդհանրապես ոչ մի առնչություն չուներ դու պրոստը նկատորներ էիր դրել որ մեծ գժեիր բայց քո մոտ չի ստացվի ախպեր չի ստացվի որովհետև եթե գժալու հարց լինի դու մենակ զանգի անհենց գժան իմ համար մեկա դու վիդեոներն ես դրել ես մեկա դրանց հետ չունեմ հարցը դա չի հարցն է որ դու հելել ես հարց ես բարձրացնում ոսմ ես այս զապիսները լսենք ու այդ զապիսների մեջ ես բան չլսեցի ասենք գժժոց բան էլի սենց հիստերիաներ բան կտրած ասենք իմաստը որն էր էդ էլ ասում քո մասին ջոգիր ախպեր Ես ասում եմ, ես կարայի նստեի քո հետ, ուղիղ եթերով, մենք քննարկեինք այս հարցերը, հա, բարձրացնեինք այդ ցավոտ թեմաները, որը մեր մոտ 8 տարի է ցավում, քո մոտ նոր է սկսել։ Կարայի, բայց քանի որ դու հենց հիմա ներկայդրությամբ ճիշտ չես վարվում, անգամ դրած այդ վիդեոները ընդհանրապես առնչություն չունի քո ասացի հետ, ընդհանրապես իրականության հետ առնչություն չունի, ես քեզ ասում եմ, ղժալու հարցը լինի ձեն, այսքանը։